Երթագրում հարցերի համար։ Սկսենք ձախ կողմից Գեղամանուկյան խնդրում։ Նախ պարոն Սարգսյան, մի անկյունակարային հարց։ Նիկոլ Փաշինյանի հետ ձեր նախագիծը քննարկվել է եւ հավանության արժանացել է թե ոչ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես նախագիծը վարչապետին ներկայացրել եմ 2024 թվականի հունվարին։ Ֆիքսվել է, որ աշխատանքներ պետք է տարվեն այս ուղղությամբ եւ վարչապետը որևէ դիրքորոշում չի հայտնել իմ նախագծի հետ կապված, այն ուղարկելով կառավարության եւ անվտանգության խորհրդի բոլոր անդամներին կարծիքի 5-օրյա ժամկետում ցանկանում ենք, որպեսզի փոփոխությունները կատարվի ամռան զորակոչին 2024-ի, բայց նաեւ քննարկումների եւ ծավալի առումով բնականաբար չհասցրեցինք եւ միայն 25-ի ամառային զորակոչից առաջ է արդեն նախագիծը քննարկվում ազգային ժողովում։ Վարչապետի հետ քննարկումներ եղել են բազմաթիվ եւ նաեւ 2024 թվականի տարեվերջին նոյեմբերին 11 ամիս քննարկումներից հետո վարչապետը իր մոտ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Պաշտպանության նախարարության ղեկավար կազմը եւ մյուս իրավապահ մարմինների ղեկավարները։ Քննարկման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով եւ վարչապետի հանձնարարականն է եղել, որ հանձնաժողովը պետք է աշխատի եւ ամեն ամիս եկուցի վարչապետին արդյունքների մասին եւ կոնսենսուսի գալու դեպքում միայն նախագիծը շրջանառվի։ Մենք Պաշտպանության նախարարի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովով աշխատել ենք շուրջ 6 ամիս եւ եկել ենք կոնսենսուսի Պաշտպանության նախարարի հետ։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է կառավարության ղեկավարին Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո նախագիծ այն տարբերակով, որը որ արդեն հիմա կառավարության հետ համատեղ մենք համաձայնեցրել ենք, այդ տարբերակով դրել եմ շրջանառության մեջ։ Իհարկե շրջանառության մեջ դնելուց հետո Պաշտպանության նախարարությունը մի քանի այլ փոփոխություններ է առաջարկել, որոնք ես ընդունել եմ եւ կառավարության ըստ էության հավանության արժանացած բոլոր առաջարկները այս պահին ներառված է փաթեթում, բայց առաջինից երկրորդ ընթերցում էլի քննարկելու ենք եւ ավելի լավարկելու նախագիծը։ Պարոն Սարգսյան, դուք հրապարակեցիք լիքը թվեր։ Ես հիմա էկրանի այն կողմից շարքային քաղաքացի եմ։ Մեկ է լսեցի բակ ծառայությունը 1.5 տարի է դառնում։ Մեկ է լսեցի շարքայինը ուսումնական զորամասից հետո 100,000 է ստանում։ Մեկ է լսեցի, որ 1.200,000 ծառայություն ավարտելուց հետո է ստանում, որը չկա, ոչ մի բան չկա։ Փոխնախարարներ են նստած։ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է ծառայությունը դարձնել 1.5 տարի։ Բայց հա, ասածս ինչա, պարոն Սարգսյան, քաղաքացին այնքան թվեր լսեց, այնքան սիրուն թվեր, որոնք ձեր նախագծում չկա։ Հարցս, եկեք բարոյական կողմի վրա։ Ես ունեմ 2 որդի։ Ճկռալով այդ 24 միլիոններ չէ դարձնում։ Ճկռալով մի հատ 24 միլիոն տվեցի։ Մի տղուց ծառայությունից ազատեցի։ Ծառայությունից ազատում են էլի, բան չեն անում։ Լավ, այն մյուս տղուց, այդ 24 միլիոնը չեմ կարողանալու տալ։ Ընտանիքի մեջ 2 որդիների ծնողի նկատմամբ վերաբերմունքը եւ 2 որդիների միջև հարաբերությունը, ես դեռ չեմ ասում օտար քաղաքացիների, երբ որ ասենք ուսումնական զորամասում կան 3 ծառայող, մեկի պապան տվել է 24 միլիոն մի ամիսա ծառայում, մեկի պապան տվել է 20 միլիոն, 18 միլիոն 4 ամիսա ծառայում, այն մեկի պապան չի կարողացել տա ու 24 ամիս պետքա ծառայի։ Դուք պատկերացնում եք զորամասում այդ 3 զինվորի փոխհարաբերությունը։ Այդ բարոյական առումով։ Դուք ասում եք 2000 քաղաքացի կօգտվի օրենքից։ Պաշտպանության նախարարության առաջարկով կարող է 4 քաղաքացի օգտվի։ Որտեղ Պաշտպանության նախարարությունը ինչ է ասում։ Ամեն զորակոչից առաջ քվոտա եմ սահմանում։ Բայց այդտեղ էլ անորոշություն կա։ Երբ որ Սուրեն Պապիկյանին ասում որ քվոտա է սահմանում, ո՞նց են որոշելու, որ ձեր քվոտայով մենակ այսքանը կարող են ազատվել։ Դա ասում է ով առաջինը վճարեց, կարող է վիճականության, մինչև հիմա է։ Հա, կամ 7 քար խաղան։ 2000 թիվը ոնց է հիմնավորված։ Մի հարց էլ, երբ որ համաձայն եմ դեր առաջարկել կրկնակի փորձաքննություն, բայց ամբողջական փաթեթ պետք է լինի։ Դիցու կրկնակի փորձաքննության պարզվա, որ բժշկական տեղեկանքները կեղծ են։ Քրեական օրենսգրքում
փոփոխություն նախատեսվում է, որ այդ կեղծ նախկինի տեղեկանքների համար կրեն պատասխանատվություն։ Մի քիչ շատ եղավ հարցերը։ Կարևոր եզրանկումների կողքով անցանք, բայց հարցը կոնկրետ։ Բարոյականը հասկացա։ Այս 2000 թվի ակունքը որտեղից է, որտեղ լրիվ ուրիշ տարբերակ առաջարկում պաշտպանության նախարարությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ, նախ սկսեմ վերջի հարցից։ Շատ հարց ունեն, դրա համար շատ Սկսեմ վերջի հարցից, պարոն Մանուկյան, այսօր էլ մեր քրեական օրենսգիրքով նախատեսվում է 461-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսվում է առաջին մասով նախատեսվում է պատիժ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար 1-ից 4 տարի ժամկետով, երկրորդ մասով նախատեսվում է նույն արարքը փաստաթղթերի կեղծմամբ անելու դեպքում ավելի խիստ պատիժ, մինչև 6 տարվա պատիժ, որևէ բան փոխելու կարիք չկա, այդ օրենսդրությունը մենք արդեն ունենք եւ կարող ենք կիրառել եւ նաեւ 461-րդ հոդվածի վերջի մասով կա խրախուսական նորմ այն քաղաքացիները, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, եթե կամովին կդիմեն, որպեսզի անցնեն պարտադիր զինվորական ծառայություն, նրանք ազատվում են քրեական պատասխանատվությունից, այսինքն մենք ունենք վերջին 5 տարիների ընթացքում ավելի քան 43000 ազատված քաղաքացիների առողջական խնդիրների պատճառով, բնականաբար մենք նպատակ չունենք նրանց դատապարտելու ազատազրկման, այլ նրանց մի մասը, ովքեր որ կլինեն, եթե տեղեկատվություն եւ կտան կրկնակի փորձակրություն եւ կտեսնենք, որ նրանք չունեն առողջական խնդիրներ, նրանք եթե զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության, չեն դատապարտվի։ Հաջորդ անարդարության մասով նշեմ, պարոն Մանուկյան, որ անարդարությունը այսօր առկա է եւ շատ անարդար իրավիճակ ունենք այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ օրենքը գալիս է շտկելու այն անարդար վիճակը, որը Հայաստանի Հանրապետությունում առկա է։ Մենք ունենք ազգային ժողովում падգամավորներ, ում զավակները այսօր դպրոցում սովորում են վերջին դասարանում եւ պետք է այս զորակոչին կամ ձմեռային զորակոչին զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Ունենք падգամավորի զավակ, ով իրենց դասարանում միակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի տղան է, փաստացի դպրոցը ավարտելուց հետո միայն ինքն է զորակոչվելու ծառայության, մնացած իր դասընկերները չեն զորակոչվելու։ Սա անարդար է, թե անարդար չէ զորակոչվողի նկատմամբ։ Եվ ունենք եւս մեկ գործընկեր, ում դասարանում միայն իր որդին է զորակոչվելու եւ եւս մեկը, իսկ մնացած 12 տղաները կամ Հայաստանի քաղաքացի չեն կամ արդեն իրենց հարցերը ուրիշ ճանապարհով լուծել են։ Խնդիրը ինչի մասին է, որ մենք պետք է այնպես անենք, որպեսզի նվազագույնի հասցնենք կոռուպցիոներների գործունեությունը եւ նաեւ տանք խրախուսական կետ, որպեսզի մեր այս քաղաքացիները փակելու դեպքում ոչ թե արտագաղթի ճանապարհը բռնեն, այլ գան ծառայեն մեր զինված ուժերում։ Շատ լավ, հաջորդը։ մի Արձագանքում եք շատ թե հարց։ Պարոն Սարգսյան, անարդարությունը վերացնում են, ոչ թե անարդարության արկայությունը օրինականացնում են ու դարձնում են փողոք Ձեր ելույթում առաջարկ մեկ էլ նստած ենք, այսինքն ինքը ֆոկուս խումբ է այստեղ, էլի։ Եկեք, այսինքն նիստից հետո, եկեք մի հատ փորձարկում անենք։ Նստած արական սերի ներկաների, քանի հոգին են ծառայել, քանի հոգին են ազատվել, այդ ազատվածների մեջ քանիսը առողջական պատճառով, քանիսը կրթությամբ, քանիսը կաշառք։ Պարոն Մանուկյան, մենք եկեք այս օրինագծով հասնենք ավարտին, հետո կորոշենք մեր քայլերի հաջորդ